Բայց քանի որ փաստերը բավարար չեն եղել, բաց են թողել։ Այսինքն հայրս է սպանել։ Ելով այդ զենքով են կրակել։ Այդ զենքը վերցրել ես հորդ դարակից։ Սպանված է հորդ գործընկերներ։ Եվ պարզվել է, որ նրանք շատ վատ հարաբերությունների մեջ են եղել։ Հիմա ինչ, ես եմ պատասխան տալու սպանության համար։ Չէ։ Բայց եթե իրանք ուզեն կապացուցեն, չէ, որ ես եմ սպանել։ Հանգստացի։ Ես քեզ ասել եմ ու նորից եմ կրկնում։ Դու պետք է մի փոքր հանգիստ լինես։ Այդքան բան։ Ես ամեն ինչ անում եմ։ Պարզ է։ Ոչինչ էլ բարձ չի։ Ամեն ինչ ավելի բարդ է, քան դու կարծում ես։ Դու պետք է հասկանաս, որ հիմա քեզ այդքան շուտ այստեղից բաց չեն թողնի։ Երբ են տեղափոխում։ Հիմա։ Ցավում եմ, բայց ոչինչ անել չեմ կարող։ Այստեղ ես մնացել։ Գիշերը։ Արտակ, Ես ուր ես տես բանորել։ ինձ լսի։ Դու հիմա պետք է մի բան ուտես։ Հետո պետք է դեղերդ խմես։ Գնա, հա։ Արտակ, Ախր ես ինձ սենց ավելի լավ եմ զգում մենակ։ ինձ լսի։ Պետք է պարկես, որ բուժվես։ Ինչ ասում են, լսի։ Բուժվեմ, հա։ Ինչի։ Որ առողջ գնամ հոգեբուժարան, հա։ Արտակ, այլևս չեն խոսում այդ թեմայի մասին։ Ես քեզ հեսա մի բան կտամ ուտելու։ Արտակ, Ջուր։ Դա չեմ ուզում։ Ձեր ընկերությունը արդեն փակել է, ու եթե ոչինչ չանեք, այն երբեք էլ չի բացվի։ Ինչ անեմ։ Մի ժամ մնաց։ Ես պետքա որոշամ գնում եմ, թե չէ։ Մի ժամ ունեմ, ընդամենը մի ժամ։ Մամ։ Հա, Աննա ջան։ Հա։ Մամ, ես դուրս եմ գալիս, հանդիպում ունեմ։ Լավ, բալես գնա։ Գնա։
Ստենաս ով է եղել էդ, ով է եղել։ Չգիտեմ, բայց եթե ինք իրա ոտքով եկել է ու պապային առաջարկել է ընկերությունը վաճառեն, ուրեմն Ասեմ քեզ Նարեկ, երևի հենց էդ էլ պատճառն է, որ հորդ ձերբակալել են։ ես է դրա մասն էլ մտածում էի։ Բայց տեսում անունից է այդ մարդը եկել ու այդ առաջարկությունն արել, հա։ Լսի, ինչ որ մեկի անունը գոնե տվել է։ Չէ։ Ես գիտեի, ես հաստատ գիտեի դրա մասին։ Ու հիմա հաստատ համոզված եմ էլի, որ դրանք կամաց իրենց կբացահայտեն ու շատ շուտով։ Հա բայց երբ։ Պապան արդեն մի քանի օր ձերբակալված է։ Նարեկ ասում ես ուրեմն այդ տղեն էլի է եկել, հա։ Հա, էլի եկել։ Ու ուզում է անպայման Աննայի հետ խոսել։ Դե հա, որովհետև Աննան է հիմա պապայի գործերով զբաղվում։ Շատ լավ։ Լսիք լավ, գոնե դու Աննային զգուշացրել ես, որ եթե այդ տղան գա, անմիջապես քեզ տեղյակ պահի։ Հա, ասել եմ, չնայած Աննան հիմա չի գնում ընկերություն, որովհետև ընկերությունը փակ է։ Բայց եթե իրենց պետք լինի Աննան հաստատ կգտնեն, ու ես հենց դրան էլ սպասում եմ։ Բարսա, հիմա մի խնդիր կա։ Պետք է իմանամ, թե ով է այս ամեն ինչի հետևում կանգնած։ Լավ, ես զանգեմ Աննային նորից տեղյակ պահեմ, եթե այդ տղան հայտնվի, որ անպայման մեզ տեղյակ պահի։ Զանգի։ Լավ։ Արդեն եկել եմ ու պետք է ներս մտնեմ։ Ես պետք է անեմ դա։ Ես պետք է իմանամ ինչ են ուզում, ինչ են ասում Վարդանի ու պարոն Գնունու մասին։ Ասա։ Ասեմ, ասում եմ, այ։ Ձեն հետ կտրի հենց հիմա։ Ինչ է զանգի, այ հիմար։ Որ իմանամ ոնց ես։ Լսի, ես չեմ հասկանում, դու չես հասկանում, որ ինձ պետք չի էլ զանգել։ Ինչ ես ուզում դու ինձանից։ Չեղավ, մի քանի օր լավ հանգստացար, հիմա ժամանակն է եկել, որ լուրջ խոսենք։ Լուրջ խոսանք։ Տենաս ես քո հետ ինչի մասին պետք է լուրջ խոսամ։ Մենք ոչ մի բան չունենք իրար հետ խոսալու, հասկանում ես։ Հանգիստ թող ինձ։ Ես ինչ անեմ, որ դու ինձ հասկանաս։ Դու շատ լավ գիտես ինչա պետք անել։ Այսինքն, չհասկացա։ Լավ էլ հասկացար, մտածի։ Լսի, ես քո հետ երբեք չեմ միանալու։ Հասկացար, մոռացի այդ։ Ինչ եք կարողացել բարձել։ Ես նոր հրանտի հետ էի խոսում։ Եվ Պարոն Գունի, ինչ որ ժամանակ առաջ ձեզ մոտ մի տղա է եկել։ Հիշում եք այդպիսի բան։ Մի տղա, ինչ որ ընկերություն ներկայացնող, որ առաջարկել է ձեզ վաճառել ձեր ընկերությունը։ Դե մեր փոխանցեք նրանց, որ իմ ընկերությունը չի վաճառվում։
Լավ, բարի։ Բայց ասեմ ձեզ, որ այսպես թե այնպես ձեր ընկերությունը կվերցնեն նրանք։ Այդ ովքեր նրանք։ Այսինքն ինձ համար միևնույն է։ Կներեք, բայց ես այլևս չեմ կարող ձեզ ժամանակ տրամադրելու։ Բարի, բայց լավ կանեիք, որ վաճառեիք, որովհետև ամեն դեպքում նրանք կվերցնեն ձեր ընկերությունը։ Պարզապես կվերցնեն։ Եղել է չէ այդպիսի բան։ Միրոպե։ Այդ տղան նորից է եկել ընկերություն, նույն հարցով դիմել Աննային։ Ընկերությունը վաճառելու։ Այո։ Իսկ 2 օր առաջ Աննային է հարցրել եւ ասել է, որ ինչ-որ բան պետք է ասի, խիստ անձնական։ Եվ ինչ ասել։ Դրանից հետո այլևս չի եկել։ Ստորեն այս ամենը Պարոն Գրունի, կարծես թե մենք բռնել ենք թելը։ իմ այստեղ գտնվելու պատճառը։ Այո։ Կարող եմ ներս գալ։ Կարող եք։ Մենք արտակի բոլոր անալիզների պատասխանները ստացել ենք։ Եվ ոնց է վիճակը։ Ինձ անալիզները պետք չէր հասկանալու համար, որ արտակի վիճակը շատ ծանր է։ Նրա հիվանդությունը խոր արմատներ ունի։ Ինչ պետք է անենք։ Ես կփորձեմ որևէ բան անել, բայց Այսինքն, ես չեմ կարող երաշխավորել։ բժիշկ իրոք չեմ հասկանում ինչ եք ասում։ Հնարավոր է, որ բուժումը ոչ մի արդյունք չտա։ Կրկնում, վիճակը ծայրահեղ վատ է։ Այսինքն, ոչ մի բան անել հնարավոր չի։ Ցավում եմ, բայց ոչինչ անել չեմ կարող։ Ուղղակի ուզում եմ իմանալ ոնց ես։ Այդքան բան։ Հերիքա, վերջացրու։ Այլի եմ կրկնում, ընդամենը ուզում եմ իմանալ ոնց ես։ Ես քեզ փող կուղարկեմ։ Կուղարկեմ ասում եմ։ Մի ասա, որ պետք չի։ Հենց այսօր կգնամ ու կուղարկեմ։ Մամ։ Բարև ձեզ։ Դուք։